լսարանից լսարան, ասում են գնացեք ուսման վարձերը քերեք։ Չեմ կարողանում հասկանալ։ Ուսանողն էլ որ չի կարողանում ամբողջական ուսման վարձը տալ կոնկրետ բրյուսով, սկսում են քննությունները չնշանակել։ Մարդը քննությունը ազնա, բայց չեն նշանակում, ասում են եկե դնենք, երբ որ փողը բերես 10։ Սա բոզի տղություն է։ Դա լինի բրյուսովը, դա լինի, չգիտեմ, ֆիզկուլտ, դա լինի պետական համալսարան։ Ուսանողը պիտի ունենա հնարավորություն վարձը մարել ուսման 1 տարվա ընթացքում։ Ոչ թե ուսումնական տարվա հենց սկզբից։ Ուսանողն է վաղը մեռավ։ Այդ փողը ինչ ալնելու։ Հարց։ Այսինքն սա այս կետի կոնկրետ հսկողությունը դրվելու է Վարդան Ղուկասյանի իշխանության դեպքում կոնկրետ կրթության գիտության նախարարության վզին։ Որ ոչ մի բու իրավունք չունի ուսանողից տարվա սկզբից պահանջել ամբողջ տարվա ուսման վարձը։ Սա մեկ։ Երկրորդ։ Բրյուսով եւ մանկավարժականները միացնում են իրար։ Այսինքն իշխանությունը իա բոզի տղությունը միևնույնն է անմա։ Բրյուսով ռեկտորին Դուբլին, բերին մի հատ խերը գլուխ, հիմա միացնում են իրար։ Ես չգիտեմ Բրյուսովի պրոֆեսորա դասախոսական կազմը, Բրյուսովի ուսանողությունը պատրաստական է պահպանելու իր բուհը թե ոչ, որովհետև հիմա էլ բան չգտան, հիմա էլ կպան բուհերն են ծախրտան։ Սկզբից կմիացնեն իրար, հետո միացած բոյնը կանեն սեկտիր կանեն, եթե իհարկե միջև այդ մնան ուսումնական գարադոկ։ Իհարկե ես արդեն հայտարարել եմ, որ ուսումնական գարադոկը ուսանողական քաղաք, որ ուզում են ստեղծեն, այդ process-ը ես վիժեցնելու եմ իշխանության գալու դեպքում։ Եվ այդտե ինչ ուզում է թող դառնա, բնակ թաղամաս կդառնա թե ինչ, բոլոր բուհերը մնում են Երևանում։ Բոլոր այն բիզնեսմենները, ովքեր իրենց ատամները սրած, սպասում են Բրյուսովը, Զավթեն, չգիտեմ որ մի բուհը Զավթեն, կախված իրավիճակից, հիմիկվանից, են որ ասում է հիմիկվանից ասում են, որ դու չասեն, ենք խաբար չենք։ Հիմիկվանից ասում են, նայած երբ կգա Վարդան Ղուկասյանի իշխանությունը, այս պայից զգուշացնում եմ, լուբոյ բուհ, որը որ դուք վերցրել եք, ուզում եմ $1 միլիարդ ծախսարած լնեք վրեն, այդ են սիրուն ծախսով հետա վերադառնալու, այն ուսանողներին, ինչին որ այդ եղել է ի սկզբանե 30-ական թվականներից բռնած, Ստալինը ձեր մամային ծսցնի։ Այսինքն կեթակ եվրոպական դատարան խերից ուր ուզում նախ մի հատ կդատվեք, կապ չունի, բարեխիղճ գնորդ ես, ինչ ես, ինձի ոնց էր ասում կաչը, կասայցա չի անեմ։ Այդտենց նստեցնելու եմ իմ դեմը, այդ նույն գնորդին, ով պատրաստում է բանը առնի, Բրյուսովը, պիտի ասեմ բոզի տղա, ես հունվարի 12-ին հայտարարել եմ, չէ, հələ որ ոչ ինչ բու առակ, միևնույնն է հետա դառնալու, նորից դառնալու է, ոնց է սովետի վաղ տեղել է, Սայուզ ներուշեբի, հետ եմ բերելու։ Ուսանողները վերադառնա, այդ ձեր սիրուն սարքած հյուրանոցը դառնալու է գույքնել, գույքով, մույքով, սա պրանգրավելու է։ Ու ասելու եմ, ես քեզ զգուշացել եմ, չէ, ղախպի տղա, մի առել ես, լավ ես արել, կգրես գումարը որտեղից, ում ինչքան կաշառք ես տվել, բուհը, այդ շենքա հյուրանոցա մոթելանչը պետականացվում է, ումը տվել ես ենի դադվում է, ու որ տվել ես, տվել ես դադվում, բարի ճանապարհ։ Ու այս դատական համակարգը չի լինելու սենց, էլի առաջացան, երկրորդացան, երրորդացան, դատախազ պետք չտխփ կնամ ես։ Պարզա, հիմիկվանից ես զգուշացնում եմ։ Այ որ տեն շարքը գրված ղզղնել եք ընկել եք հիմա էլ բուհերի հետևից, շենքերի ավելի շուտ։ Ձեր մուրազները ձեր փորն էլ մնալու։ ԿՊ-ի կյանք կոչված ու այս նախկին բոզի տղեկի խիստ սահմանափակ է։ 24-25 թիվ, վերջ։ Ինչքան էլ որ հիմա գազազե ընկել են Վարդան Ղուկասյանի հետևից։ Որ լրատվամիջոցը բացում ես դոգը, ու բոլորը գրում են թե դոգը չկա, դոգը հանրային ձայնում չի եւ այլն, մենք հեսա իրավաբանի բաներ կլսենք, ոչմ կարծիք էլ մասնագետի, что и как։ Հիմիկվանից ես զգուշացնում եմ, իսկ սիրել այդ ուսանողներին հորդորում, եթե իրենք ցանկանում են պայել իրենց բովը կամ թույլ չտալ միտինգներով եւ այլն, իսկ եթե ոչ միտինգներով, ուրեմն դուք իմացեք, որ ձեզ միակ փրկիչը, ձեզ այդ շենք հետ բերողը եւ առհասարակ ուսանողներին իրենց շենքերի մեջ պահողը եւ առհասարակ տարեկետում հետ բերողը եւ առհասարակ ուսման վարձի հետ կապված ոչ մեկ իրավունք չունի ձեզ խեղդի, որ ուսման վարձ դու պիտի տաս, հանդիսանում է միայն ու միայն այս մարդը։ Վարդան, ես չեմ ասում հանրային ձայն կուսակցություն, այս մարդը։
Ես atvichayem առաջը մենակ իմ փոխարեն։ Այս մարդը Ես եթերը կտրեք պահեք։ Ու եթե որևիցե մեկը կլինի կասի, որ ինքը սենց դեստեն եւ այլն, ես նույնս նախկիներից, դու բոյ նախկին բոզի տղու պիտի ասես քֆուրկեր, որ դու Սերժին դատելու ես կամ ռոբի։ Հենց իմաստը բոզի տղու քֆուրկեր։ Դենամ կուտի։ Հիմա ոնց որ գազազե եւ ընկել են թենիսի կորտերի հետևից։ Ասում պիտի վերականգնենք։ Ինչ ես վերականգնեմ։ Քո պապանասկի ցրտված չէ թենիսի կորտերը կար, սիսի գանդոն։ Ինչն ես վերականգնեմ։ Իմիջալոց թենիսի կորտերով։ Մի րոպե։ Ինձ ուղարկել է մի հատ հետաքրքիր դոկումենտ։ Так. Ուրա։ Ստեղա կարծեմ այդ փաստաթուղթը ինձ ուղարկել են։ Տեղեկանք։ Հա, հեսա։ Ես այս տեղեկանքը կդնեմ Telegram։ Տեղեկանք, նոր նախագծի, այսինքն թենիսի կորտերի, այդ բան այգու, նոր նախագծի ներկայացնող ընկերությունն է Green Rock Management SPA։ Սրա համարներն եւ այլն գրանցման հասցե Հայաստան, Երևան, Կենտրոն, Եզնիկ, Կողբացի փողոց 36/3 բնակարան 15-րդ հարկ 0002, այսինքն էսա ուզում քանդի բլի ավիրի։ Հիմնադիր է հանդիսանում Մարիետա Գևորգյանը, որի վերաբերյալ տեղեկատվությունը արկա է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկատվական պորտալում եւ ընկերության կայք էջում։ Համաձայն նույն կայք էջի Մարիետա Գևորգյանը հանդիսանում է Էվոկաբանկ, ես ինչ բանկա չգիտեմ, Էվոկաբանկ ՓԲ-ի 100% բաժնեմասի սեփականատերը։ Ես ասեմ, սա այն անձն է, ով ուզում է տարածքը առնի։ Դե բնականաբար դոլարնի կտվել են սիսին, սիսն էլ ծախում է սրան։ Բացի այդ, համաձայն ընկերության կայքեջում արկա է տեղեկատվություն, ընկերությունում են աշխատում այնպիսի անձինք, որոնք ներառված են եղել Էվոբանկ ՓԲ տնօրենների խորհրդի կազմում, օրինակ Ֆելիքս Դիլանյան ընկերության փոխտնօրենն է, իսկ Վարազդատ Ներսիսյանը ընկերության տնօրենն է։ Հատկանշական է, որ սույն ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենը ուշադիր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի կինն է։ Վանանե Արաքսյանը, հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արաքսյանի աղջիկն է։ Բաբկեն Արաքսյանն վերջերս սատկավ։ Բաբկեն Արաքսյանի փեսեն էլ կենտրոնական բանկի նախագահն է։ Այսինքն հիմա հասկացան մեր թենիսիստները, թե ով է ուզում ձեռքցի թենիսի կորտերը։ Ես այս թուղթ տեսա կդնեմ մեր բանը Telegram, որպեսզի մեր թենիսիստները կարողանան կարդալ, հասկանալ, ուսումնասիրել, թե որտեղից է գյուքա էտա կամին։ Դե չթողը մեզ ինչ-որ։ Նորից էլի նախկին, ներկա, նախկին եւ այլն։ Խնդրեմ, սիրելի ժողովուրդ, ընկեր թենիսիստներ, ֆեդերացիա